Ողջույն։ Հաշվել եմ 28 դեպք, բայց կարծում եմ շատ են նման դեպքերը, երբ Փաշինյանը ինչ-որ բան է ասում ոգևորվածության պահին, իսկ հետո, երբ հիշեցնում են իր խոսքերը, ասում է ես այդպիսի բան եմ ասել։ Վերջինը 3 էր, երբ իր կողմից եւ իր պատճառով Արցախից բռնի տեղահանվածներին ասաց փախածներ։ Մի քանի ժամ հետո ժխտեց, անհնար է այդպիսի բան ասած լինեմ։ Երբ մարդ կատաղության ժամանակ, ոգևորության ժամանակ ասում է մի բան, ու սթափ ժամանակ չի հիշում, ուրեմն արդեն բժիշկների տիրույթում է, հոգեբանական եւ նյարդաբանական վիճակների հետ է կապված։ Բժշկական տերմինաբանության մեջ կա դիսոցիատիվ ամնեզիա արտահայտություն։ Դա այն է, երբ մարդն ուժեղ հուսական վիճակի ժամանակ կարող է անջատվել իրականությունից եւ հետո չհիշել իր խոսքը կամ գործողությունները։ Հիշողության խանգարում է էպիզոդային կորուստ, որը կարող է տևել ժամերից մինչև անգամ տարիներ։ Մյուսը ինտենսիվ զայրույթի նոպաներն են, երբ պորտկումներից հետո երբեմն չի հիշում կամ մասամբ է հիշում պացիենտը իր վարքը։ Սրանք կապ ունեն նյարդաբանական վիճակների հետ, հոգեբանները, ավելի շատ հոգեբույժները պահանջում են անպայման դիմել իրենց։ Կա ստացիոնար վերահսկման կարիք։ Իհարկե, կարող է դա լինել նաև ալկոհոլի կամ նյութերի ազդեցության տակ։ Նիկոլի պարագայում մեկ այլ հանգամանք էլ կա։ Այդ չեմ հիշումը գուցե պատասխանատվությունից խուսափելու միջոց է։ Ինքնապաշտպանական միջոց, ասված խոսքից հետ կանգնում։ Երկիր ղեկավարողի համար շատ կարևոր է խոսքի վերահսկումը, հուզական կայունությունը, պատասխանատվությունը սեփական խոսքի համար։ Երկու դեպքում էլ մենք խնդիր ունենք, որովհետև առաջինի դեպքում հոգեկան խնդրի մասին է եւ կարիք ունի բժիշկների գնահատականի, մյուս դեպքում, եթե դա գիտակցված է, կարիք ունի քաղաքական, հասարակական գնահատականի։ Փաշինյանի երեկվա քայլը մետրոյում մատթափ տալը երեխայի հետ երթևեկող կնոջ վրա հերթականն է, ոչ առաջին անգամն է, ոչ վերջինն է լինելու։ Լիքը արել է ու քանի դեռ կողքը թիկնապա ունի, էլի կանի։ Ժորժ ջան, մեզանից եւ ոչ մեկ փորձանքից ապահովագրված չէ։ Մենք չգիտենք թե երբ կհանդիպենք Նիկոլ Փաշինյանին, երբ մեր դիմաց դուրս կգա։ Մի երկու օր առաջ դա եվրոպական ամբիոններից ասում էր, պետք է արցախցի մեր քույր ու եղբայրները մնան ու տնավորվեն Հայաստանում։ Նրանց հայրենիքը Հայաստանն է։ Երեք ասում էր հակառակը, փախել եկել եք։ Արցախում ապրող մեր հայրենակիցները մեկ հաց գնելու համար 24 ժամ հերթ են կանգնել, ամիսներ շարունակ։ Իսկ շրջափակման միակ պատճառը Նիկոլի Արցախը Ադրբեջան ճանաչելն էր։ Արցախը դրանից հետո 2 օրում 200 զոհ է տվել։ Ու նրա համար, որ դա ասաց, մենք չենք գնա շրջափակված Արցախին օգնության։ Չնայած որ Արցախի անվտանգության երաշխավորն էր Հայաստանը, այսինքն նա փախել է իր սահմանադրական պարտականությունից։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ չափահաս էին թե Նիկոլ Փաշինյանը, թե Մերուժան Մոսյանը։ Տարիքային տարբերությունը քիչ էր, բայց Նիկոլը թռնում է բանակից, թռնում է Արցախյան պատերազմից, իսկ Մերուժան Մոսյանը դառնում է հրամանատար, ազատագրում է հողեր ու զոհվում է։ Նիկոլ Փաշինյանը ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հանձնում է ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսյանի դստեր վրա մատ է թափ տալիս։ Մարդ, որը փախել է բոլոր պատերազմներից, 1990-ականների, ապրիլյանի, 44-օրյայի, մարդ, որի կենսագրության ամենանկատելի դրվագը 2008-ի մարտի 1-ի դեպքերը սադրելուց հետո փախչելն էր, մարդ, որը 44-օրյայից հետո բունկերները դարձրել էր իր հիմնական կեցավայրը, իր կազմակերպած բռնագաղթի ենթարկվածներին ասում է փախածներ։ Իսկ ինչից է սկսում մատթափտվոցին։ Նրանից, որ Նիկոլը իր փոքրացրած քարտեզը տալիս է, որ կախի դոշին։ Եվ այդ արժանապատիվ երիտասարդ կինը չի վերցնում, ասում է մենք ուրիշ քարտեզ ունենք։ Մենք ավելի մեծ քարտեզ ունենք, որը Նիկոլն է փոքրացրել։ Ու եթե այսօր մնաց, ես չգիտեմ վաղվա քարտեզը ինչ տեսք կունենա։ Ասում է չհամարձակվեք ասել, թե Ղարաբաղ եմ տվել։ Որքան էլ վատ զգաս, սպառնաս, մատթափ տաս, թիկնապահներով վախեցնես, ոստիկան ու ԱԱՑ ուղարկես, ասելու են։
ու ամեն օր ավելի շատ մարդ է ասելու։ Ժողովուրդն ասում է ու ասելու է, որ Արցախը հանձնող ծախողը դու ես, 5000-ին զոհտվողը դու ես, 10,000-ից ավելի մեր տղերքի վիրավոր ու հաշմանդամ դարձնողը դու ես, բռնագաղթ կազմակերպողը դու ես, Էրդողանի գիրքը գրկած քնողը դու ես, Թուրքի պահանջով մեր սիմվոլները, մեր ինքնությունը, մեր մայր օրենքը ջնջողն ու փոխողը դու ես դա արել։ Մենք գուցե իրոք սխալ բառ ենք օգտագործում, բայց գնալուցդ հետո արդար քննությունը գուցե պարզի, որ պարզապես չի տվել հանձնել պատերազմով ու Պրահայի թղթերով, գուցե պարզվի ծախել է, գուցե քննությունը պարզվի կազինոյում կրվել է, բայց ինչ էլ իրականում պարզվի, ինչ էլ եղած լինի, ինքն է արել։ Արմինե Մոսյանին ուղերձ է հղել Նիկոլը, թե որտեղ ասեք, երբ ասեք, գամ ներողություն խնդրեմ։ Անհնար է պատկերացնել, էլ ինչի է պատրաստ էս մարդը իր իշխանությունը պահելու խաթեր։ Հասկանալով, որ չեղած վարկանիշն էլ ավելի մեծ վնաս կրեց, պատրաստ է ներողության։ Ոչ մեկի մտքով չի անցնում, չէ, թե մեջը բարոյականություն է արթնացել։ Չէ, ժողովուրդ ջան։ Ուղղակի դեմ ընտրություններ են։ 3 տարի առաջ, որ Սոնա Մնացականյանին գցեց մեքենայի տակ, սպանեց, ոչ ներողություն խնդրեց, ոչ իր վրա վերցրեց։ Ընտրություն չկար, որովհետև այդ ժամանակ։ Այս սենց որ գնար, իր տերերի, հովանավորների ոտքերայի գնար, ընկներ, բլոկադայի ժամանակ, ասեր 9 ամիս սովամահ են լինում երեխաները, դադարեցրեք շրջափակումը, գուցե այդքան աղետալի չլիներ ամեն ինչ։ Կարող է գնալ, ոտքերն ընկնել ու գերիներին ազատել, բայց դա էլ չի անի։ Դրանով նա ոչ մի ձայն չի բերելու։ Մետրոյի միջադեպը այնքան ձայն իրենից խլեց, այնքան անտարբերների այդ քայլով նա դրթեց, որ գնան ընտրության եւ իրեն մերժեն, որ պատրաստ է քաղաքացու ոտքեր ընկնել, ներողություն խնդրել։ Լավ, իսկ ինչի համար է ներողությունը։ Որ արցախցիներին սարքել ես թափառական, ընդունելու ես մեղքդ, որ Արցախը ծախել ես, խոստովանություն է, որ 5000 զոհ ես տվել, մեր վիրավորների հաշմանդամություն ձեռք բերածների համար է ներողությունը։ Ներողությունից հետո կարող են վերադառնալ Արցախ։ Ներողությունից հետո լինելու է հրաժարական։ Չէ, ընդամենը ձայնը բարձրացնելու համար է ներողությունը։ Ում է պետք քո ներողությունը։ Կարճ ասած, ընդունելով, որ Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած բան տեղեկատվական աղբ է, բայց կարևոր եմ համարում նրա հանդիպումները ժողովրդի հետ, սեփական վարկանիշի հետ այդ պատերազմը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը ու պարտվում նաև այդ պատերազմում։ Կարծում եմ այս քարոզարշավում ոչ մի ընդդիմադիր ուժ կարիք չունի ասելու, համոզելու, հիմնավորելու, որ Նիկոլին ժողովուրդը ձայն չտա, դա լավագույնս անում է հենց այդ մարդը։ Պետք է քաջալերել, խնդրել, որ աշխատանքային օրերին էլ քարոզարշավանի, ոչ միայն շաբաթ ու կիրակի, ոչինչ, թող մեր քույրերն ու եղբայրները նյարդերը ամուր պահեն, դիմանան մի քիչ էլ, մեկ է, Նիկոլից լավ, ոչ մեկ չի կարող հիմնավորել, որ նա վարչապետի աթոռին արժանի չէ։